Ինչպես պարզվում է, եթերը Մենդելեևի պարբերական աղյուսակում բացակայող առաջին էլեմենտն է։ Եվս 4 քաղաքներ նույնպես սնուցվել է եթերից ստացած էներգիայով։ Սկսենք հեքիաթ դիցից։ Բառը ինքը անվանումը ինքը հուշում է, որ գործ ունենք բանահյուսության ստեղծման եւ պահպանման հետ։ Անմիջական առնչություն ունի այս տեսիլքը հենց արտաշատի լուսավորման հետ, դրա համար մեր հարցադրումները մասամբ նաև այս տեսիլքի հիման վրա կատարվեցին եւ այո, բանից պարզվեց, որ արտաշատը ունեցել է գիշերային լուսավորում։ Նշենք նաև մի փաստ, որի մասին չենք խոսել։ Բանից պարզվում է խորենացուց առաջ Արտաշեսը գրի է առել հայոց պատմության 4 հատորյակ։ Իկոնան Քրոնոսի եւ Աստրիդի դուստրն է, նա հովանավորում է կուռքերի եւ իկոնաների պաշտամունքը, այսպես ասած։ Արցունքների, արյան, մյուրոնի արտազատումը այդ քանդակներից, արձաններից եւ սրբապատկերներից հենց կատարվում է իկոնադիցի հրահանգով նրա օգնականների միջոցով։ Նրա հրաշագործությունների շնորհիվ Եվ շնորհակալություն բոլոր այն հետևորդներին, ովքեր ինչ որ չափով աջակցում են մեր աշխատանքներին։ վեներական հիվանդություններն էլ նրա անունով են կոչվում։ Հրեշտակը բացառիկ գեղեցկություն ունի եւ նրա անունով որոշել են կոչել բոլոր նորածին դիցերին։ Նա է այս ներկայացրել այս բողոքը, թե ինչու պիտի ստացվի այդպես, ենթադրենք մարդը հասավ այս աստիճանի եւ հետագայում պիտի դառնա դից, հետո որոշեց, որ ինքը պետքա գնա Արամազդի կողմը եւ դառնա այն, ինչ ուզում է։ Այո։ Մի հատ ստուգենք, տեսնենք ինքը դիմանու է այդ գայթակղությանը։ Այո, կարող է ինքն ուզում է մեզ մոտ գալ եւ դառնալ Քրոնոսի հետևորդ դից։ Իսկ եթե չի ուզում, ուրեմն չի գայթակղվի։ Ողջույն հարգելի հետևորդներ, սկսում ենք մեր հերթական հաղորդումը նորանոր բացահայտումներով։ Բարի երեկո։ Այսօրվա եթերը սկսում ենք մեր հավատարիմ հետևորդներից մեկի տված հարցադրման հիման վրա կատարված բացահայտումից։ Խոսքը եթեր տարի մասին է։ Ինչպես բանից պարզվում է, Մենդելեևի պարբերական աղյուսակում եթերը գրավում է հենց առաջին տեղը, այսինքն առաջին վանդակում պետք է լինի եթերը։ Այն գրվում է լատինատառ ե-თ տառերի համադրությամբ եւ նրա մոլեկուլային զանգվածը 1.546 է։ Պարզվեց նաև, որ այն գոյություն ունի ամբողջ երկրագունդը շրջապատող մթնոլորտի մեջ եւ ունի հնարավորություն անսահմանափակ կերպով բավարարելու մարդկանց կենցաղային, առնվազն կենցաղային մակարդակի էներգետիկ ծախսերը։ Համեցիր գոհեջ։ Այո, քանի որ խոսացինք էներգետիկ ծախսերից, այ ամենաշատ հուզող մեր այսօր տեսնում եք ինչքան թանկացումներ են, չէ՞, բայց մենք հնարավորություն ենք ունեցել, ցավոք սրտի կորցրել ենք այս գիտելիքներն ու գիտությունները։ Հնարավոր է այսօրվա պատերազմները էներգառեսուրսներին տիրանալու համար են նաև մղվում, բացարձակ չմտածելով այն մասին, որ կարելի է բավարարել բոլորին եւ անվճար էներգիայով։ Ուրեմն Արտաշես առաջինի օրոք առաջին անգամ օգտագործվել է եթերից էներգիա ստանալու այս գիտությունը։ Եվ ասեմ ավելին, Արտաշատ քաղաքը 3/4 մասով լուսավորվել է հենց այս եթերի շնորհիվ, եթերից ստացած էներգիայի, եւ գումարած դրան եւս 4 քաղաքներ նույնպես սնուցվել է եթերից ստացած էներգիայով։ Այդ ժամանակահատվածում սնուցվել են նաև տաճարները, նաև սրբավայրերը։ Իդեպ
նույնիսկ մինչև քրիստոնեության ժամանակները, սկզբներին քրիստոնեության, նույնպես մենք եթերից ստացել ենք էներգիա եւ որոշ տաճարներ եւ սրբավայրեր սնվել են, մինչև որ նրանք քանդել ավիրել են այս ամենը։ Իհարկե տեսնելով, բայց նույնիսկ անգամ չգիտակցելով այս ամենի մեխանիզմը, թե ինչպես է սա տեղի ունենում, եւ բնականաբար չէին էլ կարող հասկանալ, թե դա ինչ է իրենից ներկայացնում, բնականաբար գիտելիքը գնացել եւ կորել է, ցավոք սրտի։ Ավելին Գոհար ջան, ոչ միայն սնուցվում էին տաճարներն ու սրբավայրերը, այլև իրենք հենց հաղորդիչ էին հանդիսանում եթերից ստացվող էներգիայի եւ մատակարարվող մնացած օբյեկտներին, փողոցներին, տներին, գուցե շրջաններին, նրանք մատակարարում էին էներգիայով, կառույցներին։ Ասենք նաեւ, որ այն ժամանակ այդ տանիքները եղել են պղնձապատ, բայց նաեւ մենք ճշտեցինք, որ հնարավոր է ստանալ էներգիա նաեւ այս մետաղներով՝ ոսկով, պլատինով, արծաթով, ցինկով, սնդիկով, հնարավոր չէ ստանալ ալյումինի եւ երկաթի միջոցով։ Սրանցից առաջին տեղը ամենաբարեհաջողը, բարենպաստը դա ցինկն է։ Գուցե հեշտությամբ է այդ ճեղքումը կատարվում ցինկի պարագայում։ Ամենայն դեպս բրգաձև եւ կոնաձև գմբեթները, որոնք իդեպ հիշեցնենք խաչաձև կենտրոնագմբեթ կառույցները հայտնի են եղել նաև մինչ քրիստոնեական շրջանում, նման գմբեթները մետաղապատ կատարել են այդ հաղորդիչի կամ փոխարկիչի դերը։ Այո, գմբեթները կարող են լինել եւ կոնաձև, եւ կլոր, եւ հավասարակողմ քառակուսի, եւ գլանաձև, միևնույնն է նրանք կարողանում էին ստանալ այդ էներգիան։ Եվ այն հարցին, թե արդյոք հնարավոր է թռչող սարքերը, անօդաչուները լիցքավորել եթերից ստացած էներգիայով, նրանք պատասխանեցին մեզ, որ այո, հնարավոր է եւ դա բավականին հեշտ սխեմա է։ Եվ մատչելի, այո, շատ մատչելի, ինչ խոսք։ Իսկ ինչ վերաբերվում է իրենց սարքերին թռչող, բնականաբար նրանք օգտվում են այս հնարավորությունից, քանի որ նրանց ներսում, սարքերի ներսում տեղադրված են մարտկոցներ, որոնց շնորհիվ էլ կատարում են իրենց թռիչքները, այսինքն թռնելու պահը նրանք օգտագործում են քարածուխը եւ կոքսը մեկնարկի համար, այնուհետեւ օգտագործում են հենց եթերից ստացած էներգիան։ Այո, եւ նշենք, որ եթերը գոյություն ունի միայն մթնոլորտում, տիեզերքում այն չկա, այլ վայրերում գոյություն չունի։ Քանի որ խոսք գնաց եթերի միջոցով քաղաքների գիշերային լուսավորման մասին, ես հիշեցի մեր հետևորդներից մեկի պատմած տեսիլքը, որը նա տեսել էր, բացառիկ մի տեսիլք, սա երազ համարել չենք կարող, որը բավականին խորիմաստ է եւ երկար սյուժե ունի։ Անմիջական առնչություն ունի այս տեսիլքը հենց արտաշատի լուսավորման հետ, դրա համար մեր հարցադրումները մասամբ նաև այս տեսիլքի հիման վրա կատարվեցին եւ այո, բանից պարզվեց, որ արտաշատը ունեցել է գիշերային լուսավորում։ Ուրեմն մեր հետևորդը պատմում է հետեւյալը. եթե ես որոշ դրվագներ կմոռանամ, թող ներողամիտ լինի նա, կարևորը հետեւյալն է. բավականին ամայի հողատարածքում նա մոտենում է ինչ որ մի փոսի, որտեղ տեսնում է պառկած կմախք։ Եթե չեմ սխալվում, ընկերոջ հետ էր այդ պահին, եւ ասում է իմ աչքի առջև այդ կմախքը բացարձակ տափաստանային անապատային մի տարածք է։ Իմ աչքի առջև ասում է այդ կմախքը սկսեց պատվել մկաններով, նյարդերով, բոլոր օրգան համակարգերը աչքիս առաջ ձևավորվում են եւ պատում այդ կմախքը։ Հետո նա ամբողջական մարդու վերածված հագնում է
մեր ասում է հզորագույն արքաների հավանաբար, որովհետև տպավորությունը, գաղափարը այդպիսին է, զենքը, զրահը, հագուստը և այդպես հանդերձավորված հայտնվում է մի ձի, մի հսկա ձի, նա հեծնում է այդ ձին, շուրջը հայտնվում է, ասում է 25-30 հոգուց կազմված մի թիկնազոր, նույնպես սպառազինված ոտքից գլուխ, իր նկարագրությունը հետո երբ մենք ներկայացրեցինք, բանից պարզվեց, որ դա հենց Արտաշես թագավորի կերպարն է։ Ասում է, ես գնում եմ նրա հետևից և ձիուց առաջ անմիջապես ամբողջ տարածքը սկսում է կանաչապատվել։ Դեռ քայլը չարած, ոնց որ տարածքը, այդ անապատային տարածքը սկսում է կանաչ թանձր, կանաչ խոտով ծածկվել։ Ընթանում է Արտաշեսը ձիու վրա, ասում է, ես կողքից հետևից ավելի շուտ գնում եմ ձիու, որոշ ժամանակ անց հասնում ենք մի քաղաք և անունով դիմում է, ասում է, Արթուր, մոտեցիր, ես քեզ ցույց եմ տալու իմ քաղաքը, սա իմ քաղաքն է, և տեսնում եմ, ասում եմ, մի չքնաղ, գուցե միջնադարյան թվացող ոչ ժամանակակից քաղաք, որը սակայն լուսավորված է, լույսերի մեջ կորած, մի աննկարագրելի լուսավորություն է տիրում, ասում է, տեսնում ես, այս սա իմ քաղաքն է։ Եվ քաղաքի մուտքի մոտ հսկա ծառի նկարագրություն, որի բունը ճեղքված էր երկու մասի և այդ ճեղքի մեջ փայտյա խաչ էր դրված։ Եվ Արտաշեսը ասում է, տեսնում ես, այս խաչը ես սա այստեղ ամրացրել եմ, դրել եմ, որպեսզի ճշգրիտ չեմ հիշում, որպեսզի ծառը չչորանա, եթե չեմ սխալվում, որպեսզի սա հավերժական մնա։ Ինչպես բանից պարզվեց, ծառը երկու մասի բաժանված Հայաստանի կերպարն է, նրա հիմքում խաչը հենց տիեզերքի հետ կապն է, որ դրել է նա այո այդ ծառի հիմքում և մի օր այդ երկու ճեղքված բնի երկու մասերի վերամիավորման նպատակով է դա արվել։ Քանի որ խոսեցինք Արտաշեսի մասին, նշենք նաև մի փաստ, որի մասին չենք խոսել։ Բանից պարզվում է, խորենացուց առաջ Արտաշեսը գրի է առել հայոց պատմության 4 հատորյակ։ Այո, նա փաստորեն ոչ միայն հզոր արքա է եղել, այլև պատմաբան, գիտնական, քրմապետ և բոլոր հնարավոր կարևոր պաշտոնները։ Եվ նշենք նաև, որ Արտաշեսի օրոք նա բացել է մոտավորապես 500-ից ավելի դպրոցներ, 150-ից ավել գրադարաններ։ Այո։ Եվ շատ մարդասիրական օգնություններ է նաև ցուցաբերել մարդկանց, որի շնորհիվ էլ նա ստացել է հենց բարեպաշտ կոչումը։ Թե ինչ կատարվեց հետագայում այդ գրադարանների հետ, կարծում եմ պարզ է բոլորիս։ Այժմ ձեզ կներկայացնենք նոր հայտնաբերված դիցերին և իհարկե որոշների գործառույթները։ Խնդրեմ Լիլիթ ջան։ Սկսենք հեքիաթ դիցից։ Բառը ինքը, անվանումը ինքը հուշում է, որ գործ ունենք բանահյուսության ստեղծման և պահպանման հետ։ Բնականաբար հեքիաթը Արամազդի սերնդի դիցերից է, որը բավականին 3.5 միլիոնից ավել տարեկան է, ստույգ թիվը ցավոք այս պահին չեմ հիշում, և մեր Սասնա Ծռեր էպոսի նաև հեղինակն է։ Այո։ Նա իր կարգավիճակով մուսա է, որին ենթակա չեն, այսինքն ունի 80 օգնականներ, որոնց միջոցով, որոնց կողմից եկող հուշումների միջոցով օգնում է
պահպանել եւ ստեղծել բանահյուսությունը։ Այսինքն ժողովրդական իմաստուն արժեքները, ամենաբարձր մարդկային արժեքները, հայրենասիրությունը, արժանապատվությունը, արդարամտությունը, ընկերասիրությունը արմատավորում է մարդկանց մեջ, իսկ բանահյուսությունը հատկապես էական է դառնում այն փուլերում, երբ կորսվում է գիրը եւ ամբողջ իմաստնությունը ժողովրդական փոխանցվում է բանավոր կերպով։ Կարող են նրան դիմել գրողները, բանաստեղծները, հեքիաթասացները, հեքիաթագիրները եւ խնդրել օգնություն իրենց աշխատանքում։ Այս պահին նաև հիշեցի մեր հետևորդներից մեկին, ով մեզանից խորհուրդ էր հարցնում, թե արդյոք դիցերը համաձայն կլինեն, որ նա գրի հեքիաթներ այս թեմաներով եւ որպեսզի մեր բալիկներն էլ ծանոթանան եւ ճիշտ պատկերացում կազմեն։ Այո, ընդհանուր ճիշտ պատկերացում կազմեն այս համակարգի մասին։ Ես խորհուրդ եմ տալիս, եթե մեր հետևորդների մեջ կան նման մարդիկ, անպայման դիմեք հեքիաթ դիցի, Սուրբ Դից հեքիաթին, խնդրեք օգնություններ, հուշումներ եւ նա իր օգնական 80 դիցերի հետ միասին անպայման կօգնի ձեզ, կհուշի։ Այո։ Նա նաև բազում հեքիաթների, պատմվածքների, ինչպես Լիլիթն ասաց, մեր էպոսի հեղինակն է։ Այո։ Այն, որ մեր էպոսը թեկուզ այս տարբերակով պահպանվել է որերորդ հազարամյակից, մեր քաղաքակրթության մեջ չի նախ ստեղծվել, բայց կրկին տրվել է։ Համենայն դեպս գրի չառնված տարբերակով այսքան ժամանակ պահպանվել, իհարկե շնորհիվ հեքիաթ դիցի։ Հաջորդ դիցը, որին ուզում ենք ներկայացնել ձեզ, դա Ռաջան է։ Քրոնոսի սերնդից, որը հովանավորում է յոգայի ճյուղերից մեկը, որն էլ կոչվում է նրա անունով՝ Ռաջա յոգա։ Մեկ անգամ եւս նշենք, որ Արամազդի կողմից հովանավորվող ոչ մի տեսակի յոգա չկա։ Հաջորդ դիցը, ում մասին կխոսենք, Իկոնան է։ Իկոնան Քրոնոսի եւ Աստրիդի դուստրն է։ Նա հովանավորում է կուռքերի եւ իկոնաների պաշտամունքը, այսպես ասած։ Հանրահայտ փաստեր կան, որ տարատեսակ արձաններ, կուռքեր, այսպես ասած, իդեպ կռապաշտության մեջ մեղադրում են մեզ։ Մեղադրում են մեզ, այնինչ կռապաշտությամբ զբաղվում են իրենք եւ իկոնան շատ լավ ձեզ կառավարում է, սիրելի քրիստոնյա հայրենակիցներ կամ բարեկամներ։ Արցունքների, արյան, մյուրոնի արտազատումը այդ քանդակներից, արձաններից եւ սրբապատկերներից հենց կատարվում է իկոնա դիցի հրահանգով նրա օգնականների միջոցով։ Նրա հրաշագործությունների շնորհիվ։ Այո, որը դժվար չի կատարել։ Իհարկե։ Ինչպես գիտենք, խաչելություն չի եղել եւ Հուդայի ձեռքերի ոտքերի վրա չկան վերքեր, բայց հատկապես կաթոլիկ եկեղեցու ծիսակատարությունների, կրոնական տոների ժամանակ հայտնի փաստ է, որ այդ դուրս բերվող արձանները կամ հենց եկեղեցիներում դրված նրանք առնահոսում են ձեռքերը, ոտքերը։ Դա փաստ է, որին ականատես են եղել հազարավոր, գուցե միլիոնավոր մարդիկ։ Իմացեք, ում միջոցով են կատարվում այդ հրաշքները ճակերտավոր։ Հաջորդ դիցը, որ ուզում ենք ներկայացնել ձեզ, դա Վեներան է, Քրոնոսի եւ Աստրիկի դուստրը, ով հովանավորում է մարմնավաճառությունը։ Այո, ոնց փորձեցինք այլ կերպ ձևակերպել, չստացվեց, որովհետեւ բովանդակությունը դրանից չփոխվում։ Իհարկե, եւ նաեւ վեներական հիվանդություններն էլ նրա անունով են կոչվում։ Հաջորդ դիցը դա Գումարն է, նույնպես Քրոնոսի սերնդից, Քրոնոսի եւ Աստրիկի որդին,
ով տնօրինում է երկրի վրա գործող ողջ բանկային համակարգը։ Սա եւս մեկ ակնարկ, սիրելի հետևորդներ եւ հայ ժողովուրդ, թե ինչքան հեռու պետք է մնալ հնարավորինս վարկերից եւ բանկերից։ Դա հստակ նպատակ ունի Այո, դա հստակ ծրագիր է, որն իրականացնում է նրանց կողմից։ Այո։ Հաջորդ դիցը, որին պիտի ներկայացնենք, Հաթմանն է, Արամազդի եւ Ափրոդիտեի որդին եւ Այսեմիկեի օգնականը։ Ունի մի շարք գործառույթներ, որոնք են աստղագիտությունը, ֆիզիկան, երկրաբանությունը, գյուղատնտեսությունը, կենդանաբանությունը, պոեզիան, երաժշտագիտությունը եւ մանկավարժությունը։ Անգելը, Անժելան եւ հրեշտակը քույրեր են։ Դիցեր Սուրբ Սրբոտ երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Սուրբ Սրբոտ երկնային եւ երկրային Տիրուհի Աթինաս Պալասի դուստրերը։ Եվ այն փաստը, որ դիցերի նորածին երեխաները հրեշտակներ են կոչվում, պայմանավորված է այն փաստով, որ հրեշտակը բացառիկ գեղեցկություն ունի եւ նրա անունով որոշել են կոչել բոլոր նորածին դիցերին։ Մինչև 40 օրեկանը նորածին դիցերը իրենց գլխավերևում կրում են այդ ոսկեզոծ օղակները, իրենց աուրայից պատրաստված եւ թևիկներ, որը խորհրդանշում է հրեշտակի այդ օղակը եւ թևիկները եւ կրում հրեշտակի անունը ի պատիվ հրեշտակ գեղեցկուհի դիցուհու։ Հրեշտակից զատ կա հրեշ, որը արդեն Քրոնոսի եւ Աստղիկի սերնդի դից է եւ ունենք մի բացառիկ բացահայտում, այո, հրեշ թագի մասին։ Ով է հրեշ թագը։ Ինչպես պարզվում է, նա Քրոնոսի եւ Աստղիկի որդին է եւ ինչպես պարզվում է, ունի տիեզերքում բացառիկ մի գործառույթ։ Բարձր վարկանիշ ունեցող մարդկանց բարձր ասելով պիտի հաշվի առնենք սահմանային երկու կետերը 93 միավոր եւ 99 միավորով։ Այդ երկու կետերում նա իրականացնում է որևէ գայթակղություն ուղղորդելով այդ անմահության շեմը հատող մարդուն դեպի Քրոնոսի տիրույթ։ Մարդը ենթադրում է արդյոք, որ այդ պահին ենթակա է գայթակղության, թե ոչ, ամենայն հավանականությամբ ոչ, որի մասին մի քիչ հետո կխոսենք։ Ինչ է կատարվում մարդու հետ, եթե նա տրվում է այդ գայթակղության։ Նախ հիշեցնենք Լիլի ջան, որ այդ 91-ից 94 շեմը այդ շեմին այդ վարկանիշներն ունեցող մարդիկ նրանք կոչվում են ունեն կոչումներ հենց այս հրեշտակի անունով, այսինքն հրեշտակ եւ 94-ից 99% վարկանիշ ունեցող մարդիկ, որ դեռ դիցեր չեն նրանք համարվում, բայց արդեն 94-ից հատած են անմահության շեմը, նրանք կոչվում են հրեշտակապետեր։ Այո։ Եվ անկախ նրանից, թե սերնդի որ կողմ են ուղղորդված նրանք։ Այսինքն այդ հատվածը, որ տնօրինվում է այս դիցի կողմից, այսինքն այն փաստը, որ այս հատվածը վարկանիշների բարձրացման տնօրինվում է հրեշտակ դիցի կողմից, անցնող մարդիկ նույնպես կրում են հրեշտակ կամ հրեշտակապետ անուններ։ Այո, եւ ինչու 93 եւ այդ 99 թվերը վարկանիշի, երբ որ 93-ից արդեն պիտի անցում կատարես հրեշտակից դեպի հրեշտակապետ, այստեղ նա փորձում է մի հատ գայթակղի։ Ինչ ամենատարբեր մեթոդներով նրանք այնքան լավ են տիրապետում այդ մեթոդներին, այո, որ շատ լավ գիտեն մարդը ինչ թուլություն կարող է ունենալ եւ եւս մի գայթակղություն 99-ում
Ինչն է եղել ամբողջ հարցը, որ նա է այս ներկայացրել այս բողոքը, թե ինչու պիտի ստացվի այդպես, ենթադրենք մարդը հասավ այս աստիճանի եւ հետագայում պիտի դառնա դից, հետո որոշեց, որ ինքը պետքա գնա Արամազդի կողմը եւ դառնա այն, ինչ ուզում է։ Այո։ Մի հատ ստուգ ենք, տեսնենք ինքը դիմանում է այդ գայթակղությանը։ Այո, կարող է ինքն ուզում է մեզ մոտ գալ եւ դառնալ Քրոնոսի հետևորդ դից։ Իսկ եթե չի ուզում, ուրեմն չի գայթակղվի։ Իհարկե։ Էդ էլ ասենք, հա։ Այո։ Եվ ի տարբերություն հրեշտակի մեր կողմում Արամազդի նման ոչ մի տեսակի գայթակղություն չկա, մարդը անցնում է իր ճանապարհը, իր արժանին վաստակելով, հասնում այդ մաքրության, այդ կատարելագործմանը, մարդկային բայց նույնն է անցնում է հրեշտակի ձեռքի տակով։ Այո, անցնում է հրեշտակի ձեռքի տակով եւ իրոք սա շատ վտանգավոր մի ճանապարհ է մարդկանց համար, որովհետև շատ քչերը հավանաբար կդիմանան այս գայթակղության, այսինքն մարդն ինչքան պետք է վստահ լինի ինքն իր կողմնորոշումներում, որպեսզի ոչ մի պարագայում նա չգայթակղվի։ Եվ մի բացահայտում ունեցանք այս ամենը ուսումնասիրելով, դե որից Լիլիթ ջան, իրականում ուշքի չեմ գալիս, ես անկեղծ ասած։ Ինձ համար մի րոպե նախ ասենք ինչ է սպառնում, եթե դուք անցել եք, ակամա եք անցել, գայթակղվել եք հրեշտակի կողմից եւ ակամա հայտնվել եք Քրոնոսի տիրույթում, մինչդեռ դուք ուզում եք ծառայել, այսպես ասած, Արամազդի համակարգում։ Կա երկու տարբերակ, եթե դուք համակերպվում եք ձեզ հետ կատարվածին եւ մտածում եք, որ հետո ինչ, ոչինչ, կարելի է եւ այստեղ մոտավորապես նույն համակարգն է, արարչական նույն ծրագրի սահմաններում ենք գործում, մի քիչ այն չի, բայց դե ոչինչ։ Դա այլ հարց է։ Իսկ եթե դուք անցել եք գայթակղության միջով, այսինքն գայթակղվել եք եւ անցել եք Քրոնոսի տիրույթ, բայց չեք համակերպվում այդ փաստի հետ։ Այո։ Ձեզ սպառնում է հետևյալը։ 18 տարի դուք պետք է ծառայեք այնտեղ եւ վերադարձվեք երկիր 91% վարկանիշով։ Սա ուղղակի, չգիտեմ, ապշելու մի բան, ստացվում է, որ մարդն անկախ իր կամքից կարող է հայտնվել միտեղ, որ բացարձակապես չէր պատկերացնում եւ ցավոք սրտի կամքից անկախ չի ի վերջո։ Դե երբ որ չգիտենք, այս ինչի է շատ կարևոր այս ինֆորմացիան։ Սիրելի հետևորդներ, քանի գնում իսկապես շատանում են բարձր վարկանիշով մարդկանց թիվը։ Այ իմ ամենամեծ մտավախությունը Լիլիթ ջան, հենց դրա համար ենք ասում։ Մենք այսքան տարածում ենք այս գիտելիքները, հանգիստ շատ վատ բառ օգտագործեմ, արխային ընկնել, որ միևնույնն է, եթե շատանում է, ամեն ինչ բարեհաջող կավարտվի։ Տեսեք, ինչ հակազդեցության կարող եք հանդիպել, չհատելով այդ շեմը կամ հատելով, դուք եթե չեք հարմարվելու այդ իրավիճակին, ձեզ ինչ է սպառնում։ Ուրեմն հստակ կողմնորոշումը պարտադիր է բարձր վարկանիշով մարդիկ, ովքեր իրենք երևի ենթադրում են, որ իրենք կունենան բարձր վարկանիշ։ Բոլորին է վերաբերվում։ Եվ այսօր մենք ունենք, եթե առաջ մեր հետևորդների մեջ, ընդհանրապես մարդկության մեջ, եթե առաջ 34 հոգի էին, ինչքան հիշում եմ բարձր վարկանիշով մարդիկ, 37-34 այս պահին կարևոր չի, եթե շատ քիչ էին բարձր վարկանիշով մարդիկ, այսօր այդ մարդիկ բավականին շատ են եւ այո, ես կարծում եմ, որ այս գիտելիքների շնորհիվ սա այն ժամանակահատվածն է լինելու, որ շատ մարդ է հատելու այս անմահության շեմը։ Բայց պետք է զգուշ լինել, որ այո, շատ չհամալրենք Քրոնոսի խումբը։ Այո, մենք աշխատենք, մարդիկ իրենք աշխատեն իրենց վրա, իրենց վարկանիշները բարձրացնեն եւ հանկարծակի հայտնվեն Քրոնոսի տիրույթում։ Սա իհարկե շատ ցավալի է։ Համենայն դեպս բոլորը դիմացեք այս մասին եւ զգուշացեք եւ ցավոք սրտի մենք ունենք նման դեպքեր։ Երբ այս հարցումներն անում էինք, պարզվեց, որ 3 հոգի
2012 թվականին հատել են անմահության շեմը։ 3-ն էլ կին, որոնցից մեկը հայ, 2-ը եվրոպացի։ Եվ այստեղ անմիջապես հարց առաջացավ, այս ինչպես։ Մեզ ասել են, որ դեռ ոչ ոք չի հատել անմահության շեմը եւ 14-րդ քաղաքակրթությունից հետո։ Այո, եւ առաջինը Ռուբեն Գրիգորյանն է, որ հատել է, նա դե ժամանակավոր մեզ հետ է, քանի որ մենք տեսնում եք ինչպիսի անելիքներ ունենք, եւ այդ ինչպես, ուրեմն այստեղ մի օր հակասություն կա, եւ պարզվեց ինչ, որ իրենք չեն համարվում այս շեմը հատած մարդիկ, հենց այն պատճառով, որ 3-ն էլ այս գայթակղությանը չեն դիմացել եւ նրանք հայտնվել են Քրոնոսի տիրույթում։ Նրանք հիմա 3-ն էլ դիցեր են, բայց Քրոնոսի կողմում։ Բանը նրանումն է, որ սա էլ մարդկային էությունից է կախված, Լիլիթ ջան, այստեղ լինի թե այնտեղ լինի։ Այո, կան այդ սրբազան օրենքները, 350 օրենքները։ Միգուցե նրանք չեն խախտում այդ օրենքները, գործում են այդ օրենքների շուրջ, բայց էություն կա մարդկային, չէ, որ մեկը կարող է շատ բարի լինել, մեկը չարակամ լինել, մեկին դուր գա, ասենք, ինչ որ մի վատ բան անել, իսկ մեկը տանել չկարողանա անգամ այդ երևույթները։ Եվ այս մարդիկ հենց այն մարդիկ են, որ անգամ հասկանալով, որ իրենք անմահ են, հրաժարվել են։ Էլի, այո, կան բաներ, որ նրանց դուր չեն եկել այնտեղ, նրանք չեն կարողացել այդպես էլ համակերպվել այդ մտքի հետ։ Հանուն հավերժական կյանքի։ Այո, հանուն հավերժական կյանքի։ Ուրեմն նրանց համար էլ կա Արարչի կողմից որոշում։ Այսինքն դու 18 տարի պարտավոր ես ապրել այնտեղ նրանց հետ, եթե դու այնուամենայնիվ դրանից հետո որոշում ես ներկայացնում, որ դա քեզ պետք չի, դու չես կարող ոչ մի անցում անել Արամազդի տիրույթ, դա բացառվում է, դա արգելված է, նրանք քեզ վերադարձնում են այնտեղ, որտեղից որ վերցրել են, երկիր մոլորակ, եւ այդ ընթացքում դու ապրում ես վարկանիշի մեծ անկում, կապ չունի, քո վարկանիշը արդեն բարձրացել է 150, 180 թե 250, երբ որ քեզ բերեցին այստեղ, քո վարկանիշը դառնում է 91, այսինքն անդառնալիության շեմից քեզ հնարավորություն է տրվում նորից էլի քո կամքին, այո, քո կամքով հաղթահարելու արդեն ճիշտ ճանապարհը։ Իդեպ այնպես չի, որ նրանք վերադարձան այս տիրույթ, երկիր մոլորակ 91% վարկանիշով, օй, այսքան գիտելիքները գիտեն, այս ամբողջը գիտեն, իրենք կարող են հեշտությամբ հաղթահարել, ոչ։ Նրանց մոտից ջնջվում է այն հիշողությունը, ինչ որ կապված է, այսինքն այն կետից, երբ իրենց այստեղից տարել են եւ միջև վերադարձնելու կետը, այսքանը ջնջվում է նրանց 18 տարին ջնջվում է։ Այո, այդ 18 տարին ջնջվում է նրանց հիշողությունից եւ հետո հարց է, այս մարդիկ ինչ տարիքում են։ Այո, օրինակ մենք չենք հարցրել, բայց օրինակ կարող է նա լինել, ենթադրենք 80 տարեկան կամ 70 տարեկան, դե պատկերացնեք 18 տարի անց նա վերադառնում այստեղ եւ մեծ վտանգ կա, որ նա այլևս չի հաղթահարի։ Այո, շատ մեծ է վտանգը, որ նա այլևս չի հաղթահարի այդ շեմը։ Մի խոսքով այսպիսի բացահայտում ես շատ ուրախ եմ, որ սա բացահայտվեց, իհարկե շատ դժվար եւ դժվար անցանելի ճանապարհ է, բայց գոնե շատ լավ է, որ մենք այս մասին գիտենք։ Սա կարծում եմ մեծ խորհելու տեղիք կտա բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստվում են եւ ցանկանում են ամեն գնով անցնել, հաղթահարել այս ճանապարհը, խնդրում եմ վստահ եղեք ձեր կողմնորոշումներում եւ հաստատակամ։ Այսօր կարծես թե դիցերի մասով ավարտվեց։ Այո, մի լրացում մարդուկ դիցի հետ կապված անենք, Լիլիթ ջան։ Այո, մարդուկը իրականում դից չէ, ինչպես հիշատակվում է, նրան շփոթում են մարաթուկի հետ։ Իրականում նա ազգությամբ ասորի, քուրմ եւ զինվորական է եղել։ Նրան տրվել է մարդուկ անունը, քանի որ նա շատ ցածրահասակ է եղել, դա մականուն է եղել, որը տրվել է նրան։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ դիմել ձեզ մի փոքր ակտիվ լինելու խնդրանքով, որովհետեւ գիրքը այժմ ռուսերեն թարգմանելու փուլում է եւ պետք է բնականաբար հրատարակվի թարգմանությունից անմիջապես հետո։ Եվ շնորհակալություն բոլոր այն հետևորդներին,
ովքեր ինչ որ չափով աջակցում են մեր աշխատանքներին։ Այժմ մի կարևոր թեմայի մասին, գուցե ոչ առօրյական, բայց բավականին լայն արծարծում գտած։ Խոսքը օրգանիզմի երիտասարդացմանն է վերաբերվում, որի համար, ինչպես գաղտնիք չի, մեծահարուստները, համաշխարհային շոու բիզնեսի ներկայացուցիչները, ինչպես գիտենք, օգտագործում են արյան բաղադրության մեջ գտնվող էլեմենտները, տարրերը, օրգանիզմը երիտասարդ պահելու համար մանրամասներից վերանանք, որովհետև դա նողկալի է և տհաճ, այո։ Դրա փոխարեն ինչ են առաջարկում մեր սիրելի դիցերը։ Այնպիսի սննդակարգ, որը բավականին մատչելի է, որը գրեթե ամեն տեղ տարածված է, բայց սակայն միշտ չի, որ մենք կիրառում ենք։ Եթե պարբերաբար մշտապես մենք օգտագործենք հետևյալ սննդամթերքները, դրանք օգնում են մարդուն բնական ճանապարհով և երկարատև պահպանել առողջությունն ու երիտասարդությունը։ Նրանք կանխում են ծերացումը։ Խնդրեմ Գոհար ջան, որոնք են այդ մթերքները։ Սիրով Լիլիթ ջան։ Ուրեմն այդ մթերքներն են լոլիկը, կարմիր քաղցր պղպեղը, հում բազուկը, առհասարակ բազուկը խորհուրդ չեն տալիս իրենք եփված վիճակում օգտագործել։ Կաղամբը, ծիրանը, ելակը, խաղողը, տանձը, դեղցը, սալորը, սերկևիլը, սև սալորը, նռան կեղևը, մեղրը, թուզը, հոնը, ազնվամորին, մոշը, հաղարջը, ձմերուկը, անանասը և թուրինջը։ Իհարկե այս մթերքների շարքը այսքանով չի ավարտվում, բայց մենք դեռ այսքանն ենք հասցրել բացահայտել։ Այո, այս մթերքներից յուրաքանչյուրը պարունակում է մյուսի մեջ չպարունակվող բացառիկ միացություններ, նյութեր, որոնք նպաստում են մեր առողջությանն ու երիտասարդ մնալուն։ Այնպես, որ ոչ թե պետք է միանգամից մի ամբողջ ձմերուկ ուտել, այլ ամեն օր քիչ-քիչ օգտագործել հնարավորինս բազմազան կերպով այս մթերքները։ Այսօր այսքանով կավարտենք մեր բացահայտումների շարքը, մնում է ձեզ հիշեցնել, որ գիրքը ձեռք բերելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ էկրանին նշված հեռախոսահամարներով և հիշեցնենք, որ անպայման մեզ հետ միացեք համազգային խնդրանքին ամեն 3շաբթի և 5շաբթի օրերին Հայաստանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին։ Մինչ նոր հանդիպում։ Հաջողություն, սիրելի հետևորդներ։